Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Քոչարյանին չեն ընտրելու, կոալիցիա չեն կազմելու, եթե չեմ սխալվում, ու ընդհանրապես բոլոր ուժերը նման հայտարարությամբ են հանդես գալիս Հերթող պարոն Մինասյան։ Ինչ կասեք սրա մասին, ինչու է նման պատկեր ստացվում։ Ես չգիտեմ, չեմ ուզում այս նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողների վերաբերյալ ինչ-որ բաներ ասել, բայց ես ընդամենը հորդոր կուղղեմ իրենց, որ հարգելիներս, գլխավոր խնդիրը նոր քիչ առաջ քննարկումն էր, չէ՞ դա ասում։ Գլխավոր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է։ Մի փորձեք մրցակից կամ թիրախ մեզ սարքել։ Այդպես որ նայենք բոլոր ուժերի համար Հայաստան դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանը կամ Դաշնակցությունը թիրախ են անհասկանալ ձևով։ Իշխանության համար հասկանում եմ, իշխանության համար թիրախ ենք, որովհետեւ իրենք գաղափարական տեսակետից, անցած ճանապարհով, փորձառությամբ, այսօրվա եղած քաղաքական ուժերից եւ անձանցից իրանք վախենում են, իրանք, չգիտեմ, գիշերները կարող է երազեն տեսնում, որ հնարավոր է որ գա Դաշնակցությունը իշխանության, Քոչարյանը իշխանության, այս դաշինքի իշխանության, որտեվ անխուսափելի է արդարության վրա հիմնված պատասխանատվության պահը։ Օրինական, սահմանադրական կարգով մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածների, իրենց ենթադրյալ հանցագործությունների համար, այն բանի համար, որ երկիրն այս վիճակի են հասել մեր ժողովուրդն։ Այդ հասկանում եմ, որ իշխանությունը թիրախավորում է։ Բայց ես կհորդորեմ, որ ընդդիմությունը չանի այդ բանը։ Ընդդիմադիր դաշտում մենք այսօր ունենք այս ներքաղաքական կյանքում մեկ թիրախ։ Այդ թիրախը այս իշխանությունն է։ Այս իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Դե ասում են, տեսեք, եթե Քոչարյանը չլիներ Դաշնակցությունը առաջ գնար, օրինակ ընդդիմադիրներից ես շատ լսել եմ, ավելի շատ կլիներ շանսերը անցնելու, իսկ այսպես Քոչարյանը խանգարում է եւ օգնում է Նիկոլի վերարտադրությանը։ Դա հերթական ձևերից մեկն է դաշինքը թիրախավորելու։ Նույնիսկ եթե այտենց իրենք մտածում են, բայց արդեն ձևավորված դաշինքը կա, դուք ինչ եք դաշինքին հարվածում։ Թեև այդտեղ հարցը ճշմարիտ է դա, թե չէ, այդ պնդումը, որովհետև ի վերջո մի ուրիշ բան էլ ձեզ ասեմ։ Դաշնակցությունը ունի իր կշիռը, նախագահ Քոչարյանը իր կշիռը։ Մեր գնահատմամբ, անձամբ իմ գնահատմամբ, այս երկուսի կշիռների մեխանիկական գումարը շատ ավելի քիչ է, քան միացյալ դաշինքի կշիռը։ Դա ապացուցեց նաև 2021 թվական, եթե առանձին վերցած սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս 4-5% առանձին դաշնակցություն, 6-7% նախագահ Քոչարյան, բայց միավորումը 20% եւ ավելի տվեց։ Այսինքն միավորումը, եթե կարող է ավելի մեծ կշիռ տալ, ինչի՞ չգնալ այդ տարբերակին, այլ մտածել առանձին գնալու։ Սա հենց թիմային կամ համագործակցված աշխատանքի լավագույն ձևերից մեկն է եւ միջազգային ասպարեզում էլ կա, միջազգային փորձում էլ կա, որ դաշինքների ձևավորումը բերում է շատ ավելի մեծ ու դրական էֆեկտի, քան թե առանձին վերցրած քաղաքական ուժերի կամ անձանց մասնակցությունն է ընտրություններում։ Հակառակը, ես կարծում եմ, եթե ընտրական օրենսգրքում այս խայտառակ բարձր շեմը չլներ դաշինքների համար, կարող է նաև այլ դաշինքներ ձևավորեն, որտեղ փաստացի հիմա ինչ է ստացվում, ստացվում է, որ մենակ Հայաստանն է, որ դաշինքով է գնում ընտրության։ Գոնե այս պահին դա է։ Բայց չի իջեցվել, նախկինում 10 չէր։ Չէ, նախկինում հակառակը ավելի ցածր էր։ Ձեր ընդունած սահմանադրությունն է, չի բան։ Չէ, սահմանադրական կարգավորում չի եղել սա։ Սա 21 թվականին ընտրական օրենսգրքում ԿՊ-ական իշխանության կողմից ընդունված ընտրական օրենսգրքի բանն է, շեմն է։ Այո, կուսակցությունները իջեցվել է 4%, բայց դաշինքներինը բարձրացվել է։ Ծառուկյանի հայտարարության մասին, որ նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանից արդեն հոգնել են, պետք է հետ քաշվի եւ այլն, ինչ կասեք այս մասին։ Ես չգիտեմ, պարոն Ծառուկյանի կարծիքը որտեղից է վերցրել։ Դուք տեսնում եք երկրորդ նախագահի ակտիվ գործունեությունը, աշխատանքը, էնտուզիազմը, եթե հոգնած մարդը Ռոբերտ Քոչարյանն են ուզում ասեն, այդ դեպքում ես չգիտեմ ակտիվ կամ աշխույժ ով են քաղաքական գործիչը։ Եթե նկատի ունեն Նիկոլ Փաշինյանի նման այդ վարքագիծը, այդպես վարքագիծ մեր քաղաքական դաշտում փառք Աստծո, որ ուրիշ մեկը չկա։ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի օգնել, Ռոբերտ Քոչարյանը կամ մարդիկ
հոգնածություն ասելով ինչ նկատի Ասում ունել։ եք իրեն արել է, թող հանգստանա։ Նոր ուժեր։ Արել է, բայց եկան ավիրեցին։ Հիմա բակդի գա որ կանոնա վերականգնի։ Բա ինչ անենք, թողենք սենց։ Չէ, պարոն Ծառուկյանը լավ կլինի ընտրություններին մասնակցի ընդդիմադիր դիրքերից եւ աջակցի ընդդիմության միասնական ճակատի միջոցով այս իշխանություններին իշխանազրկելու եւ երկիրը նորմալ բնականոն ճանապարհի բերելու հնարավորություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։